Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք մուշի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը տեխնիկային գործիչների միության նախագահ Աղասի Մելքոնյանն է։ Ողջույն Աղասի։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Այսօր մենք տեղափոխվելու ենք քո արմատներով դեպի որտեղ։ Մուշ, Ահա։ Եվ Պարսկաստան, Մակու։ Հետաքրքիր համադրությունը կարծում եմ իրարից այդքան էլ հեռու չեն, բարքերով եւ կենցաղավարությամբ իրար նման չեն ամեն դեպքում։ Միանշանակ։ Հա, նման չեն իրար, բայց ինձ թվում է կյանքի ընթացքում ծնողները, պապերը եւ տատերը դրանք այսպես խառնուրդ են ստեղծել, որի արդյունքում ծնվել է ձեր սերունդը, որը կրում է երկու կողմից էլ եւ կենցաղը եւ բարքերը եւ սովորույթները։ Հիմա անդրադառնանք այսօրվա մեր բաղադրատոմսին, ինչ ենք պատրաստելու։ Այսօրվա բաղադրատոմսը շատ հետաքրքիր է, բայց մենք անդրադարձել ենք մուշի խոհանոցին եւ կոչվում է պատինջանի եղնի կամ յախնի։ Յախնի են անվանում այն ճաշատեսակներին, որոնք որ պատրաստում են կոնկրետ մսով տարբերակով, եւ պատինջանը նույն բադրջանն է, գրական հայերենով սմբուկը։ Սմբուկով ճաշ է սա, կիսաջրիկ տարբերակով, շատ հետաքրքիր թանձրուկային հիմք է ստացվում։ Օգտագործելու ենք դրա համար սմբուկ, երկու գլուխսող, ունենք այստեղ պոմիդոր եւ իհարկե ամենակարևոր բաղադրիչը տահալ կամ նույն ինքը ղավրման։ Յուղ պետք չի այստեղ, որտեղ ամբողջությամբ յուղի մեջ է պատրաստված տահալը, հետեւաբար ավելորդ կլինի այլևս ավելացնել որովհետեւ յուղ կամ ձիթայուղ է ստեպքում։ Վերջում ավելացնելու ենք նաեւ ձու վրան եւ համեմունքներից շատ պարզ կարմիր պղպեղ, սև պղպեղ տարբերակն է, իհարկե աղ ցանկության դեպքում։ Ես առաջարկում եմ ընդհատել եւ շարունակել հաջորդ թիվ։ Շատ լավ։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ այս պահին Աղաս ջան անդրադառնալու ենք նախ պատրաստման գործընթացին, թե ինչպես ենք պատրաստելու, որ աշխատենք եւ ընթացքում քննարկենք մնացած հարցերը։ Նախապես պետք է պատրաստել սոխառած, տապակելով իհարկե տահալի իր յուղի եւ մսի հետ միասին, համեմունքներով, հետո ավելացնել մանր կտրատած սմբուկը եւ իհարկե լոլիկը։ Քիչ ջրով իրեն պետք է ուղղակի խաշել, մինչեւ որ փափկի մթերքը, հա, ամբողջովին։ Ես ուզում եմ անդրադառնալ քո մանկության համին, որտեվ միշտ հյուրերիս ուղղում եմ այդ հարցը կապված մանկության համի հետ, որն էր քո մանկության համը եւ որ միջև հիմա դու այդպես շատ օրինակ սիրում ես այդ ճաշատեսակը։ Կա այդպիսի ճաշատեսակ։ Մանկությունը իմ համար քաղցր է շատ։ Բոլորիս կարծում եմ։ Անուշ համերով եւ հոտերով։ Այդպիսի նախընտրելի ճաշատեսակ չկա։ Մամայի պատրաստած ցանկացած ճաշատեսակ ես վայելել եմ ու վայելում եմ ու շատ սիրում եմ, այնպես որ քաղցր կասեի մանկությունը։ Կարևորը դա է, քաղցր մանկություն, իսկ այդ քաղցր մանկությունից ինչ բաղադրատոմս ես հիշում, որ հենց քաղցր էր։ Հենց քաղցր էր, շատ պարզ, առանց խմորիչի պատրաստված այդպես խմորը, թթխմորով, որի այդպես տապակվում էր, ու վրան շատ անուշ այդպես չրեղեն էր ավելացվում եւ փոքրիկ այսպես պատտում էին, պատրաստում եւ շատ համեղ էր, համենվում էր դարչինով, այդպես մենք վայելում էինք։ Չրով տարբերակը շատ հետաքրքիր, ես դրա ուրեմն հիշում եմ մայրիկս ընկույզով եւ տարբեր շաքարի համադրությամբ էր պատրաստում եւ դա հատուկ անուն ուներ։ Իրեն անվանում էին սիգարետ, որովհետեւ ծխագլանակի էր նման։ Այո, կարծում եմ նույն երևի նույնն էր, այո, բայց տարբեր տեղերում տարբեր ձև էին պատրաստում։ Կոնկրետ չրերով շատ հետաքրքիր կստացվի ինձ թվում է։ Շատ եւ շատ համեղ էր։ Փորձել եմ դրա լոխումով տարբերակը, որը տարածված է շատ վաճառում այդ տարբերակը, եւ իհարկե դասական տարբերակը, որը ընկույզով տարբերակն է։ Հիմա անդրադառնանք քո մանկությունից այժմյան մանկությանը։ Ասում եմ, ոչ մի բան չի փոխվել։ Դու կրկին մանուկների աշխարհում ես եւ բոլորը ես կրկին երեխաների հետ եմ։ Հենց ասում են Աղասի տիկնիկները գալիս են։ Միանշանակ։ Երբ որոշեցիր, որ դու տեխնիկային աշխարհի մեջ պետք է լինես եւ քոնն է տեխնիկային աշխարհը։ Երբ ես փոքր էի եւ մենք ընտանիքում 4 երեխա ենք, 2 եղբայրներս, քույրս, մենք բոլորս այսպես տարբեր խմբակներ ենք այցելել եւ ծնողները իմ արվեստասեր մարդիկ են ու ոչ միայն երգել, պարել այդպիսի խմբակներ, այլ նաեւ սպորտով ենք զբաղվել, սամբո, կարատե, ֆուտբոլ, քանի որ հայրս սիրում էր ընկերական խաղերը, մասնակցում էր այդ բակային խաղերին, թիմ էին կազմում, մենք էլ պետք է գնայինք
պարտադրում էր հայրս, որ գնայինք, հետևաբար ես դարպասապահ էի միշտ լինում ու ստացվում էր այնպես, որ պարտվում էր հայրիկի թիմը, չէ, հայրս լավ էր խաղում։ Դու դարպասապահ Չէ, առաջին հարվածից ես արդեն դարպասից դուրս էի գալիս, որտեղ միշտ խփում էին իմ որովայնին ու դա առիթ էր հանդիսանում, որ ես դիտողի դերում լինեի։ Ինձ թվում է գնդակի հետ հատուկ պայմանավորվում էիր դու։ Այդպես որ ֆուտբոլը իմ տարերքը չէր։ Ինձ թվում է այդ մի կես սոխը չկտրատենք, որտեղ արդեն բավական է։ Շատ լավ։ Արի ես այստեղ ավելացնեմ։ Հետո ասիկա խմբակները պատճառ դարձան, որ տեխնիկագործությունը եւ տեխնիկների հետ աշխատանքը քեզ գերի, թե այլ խնդիր։ Ես արդեն պետք է գնայի ինստիտուտ, այդ ժամանակ ես կոնսերվատորիայում նախապատրաստական գնում էի կուրսեր, որտեղ նվագում էի պրոֆեսոր Լևոն Ալոյանի մոտ ֆլեյտայի նվագում, հետո ի զարմանս ինձ ես բավական երկար ժամանակ է քեզ ճանաչում եմ, բայց ես չգիտեի, որ դու ֆլեյտայի ես գնացել։ Եվ ես նվագում եմ։ Այո, ես չեմ լսել երբեք։ Դե դու գիտես, որ ես ազգագրական երգերի պարերի եմ գնացել Հայրիկ Մուրադյանի խմբում։ Այդ գիտեմ։ Այո, դրա գիտես, որ ես մանկուց երգում եմ 5 տարեկանից, բայց երաժշտությամբ եմ զբաղվել հենց երաժշտական դպրոցն եմ ավարտել մենք ընտանիքով, փոքր եղբայրս Թավջութակ, միջնակը Շվի, Դուդուկ, քույրս Դաշնամուր, բայց քույրս համառ էր եւ կիսատ թողեց։ Հետո ոնց եկար հասար տեխնիկային Հետո ես ինստիտուտ պետք է ընդունվեի, այդ տարի բացվում էր տեխնիկային առաջին կուրսը, ու ես Այսինքն թատերականում։ Այո, թատերական ինստիտուտում, ու ես միակն էի կուրսում, Այո, որ միայն հենց այդ բաժնում սովորեցի, մյուսները դերասանական էին ընդունվել, հետո անցել էին տեխնիկային կամ ռեժիսորական կտրվել էին, անցել էին տեխնիկային, բայց ես միակն էի կուրսում, որ հենց ի սկզբանե տեխնիկային, որտեվ ես սիրում էի, ես հաճախում էի տեխնիկային թատրոն, ինձ հետաքրքիր էր շիրմայից այն կողմ ինչ է կատարվում, որովհետև այդքան հետաքրքիր չէր ինձ համար ներկայացումը, թե որքան դերասանն ինչպես է խաղում տեխնիկների հետ, ինչպես է նա ներկայացում տեխնիկներին հանդիսատեսին, դա էր ինձ հետաքրքրում, դա ինձ գրավեց եւ ես սովորեցի, ավարտեցի ինստիտուտը, բայց ինստիտուտի տարիներից ես տեխնիկային թատրոնում աշխատում էի որպես դերասան։ Այն ժամանակ վաստակաշատ դերասանները շատ էին, շատ դժվար էր երիտասարդ 16 տարեկան երիտասարդին այդ վաստակաշատ դերասանների հետ, բայց հեշտությամբ հաղթահարեցի։ Ես տեխնիկային թատրոնները ուրեմն սերը որտեղից է եկել, քանի որ ես էլ եմ շատ սիրում։ Դե ես գյուղում եմ ծնվել, գյուղի դպրոցում եկել էին ներկայացման, ու հետո ես պետք է, երբ որ գայի քաղաք մեծանայի, հասկանայի, որ այն մարդիկ, ովքեր որ եկել են մեզ մոտ ներկայացման, դրանք քո ընկերներն են, որոնք հետո դառնալու էին իմ ընկերները։ Այո։ Եվ հետո մենք լինելու ենք քո ծնունդին միասին։ Սենց ապշում եմ, ասում եմ, այս մարդկանց դեմքը ծանոթ է, որտեղ եմ տեսել, ու հարցնում եմ, ասում եմ, դուք եկել եք մեր մոտ ներկայացման, այս ինչ թվականին բան, ասում եմ, հա։ Ու անգամ հիշում եմ, կարծեմ Անխելք Մարթն էր, հենց տեխնիկային ներկայացումներից, հետո հասկացա, որ այն մարդիկ իմ մանկության իրենք նույնն են մնացել, ուղղակի ես մի քիչ աճել եմ։ Այո, եւ շատ է շրջագայում, օրինակ ես 2024 թվականին Հազար Վահան բարեգործական ծրագրով 5400 երեխայի համար խաղացի ներկայացումներ, սահմանապահ, սահմանամերձ գյուղի, այսինքն։ Այո, երեխաներին։ Ես այստեղ տհալը ուրեմն սոխի հետ տապակում եմ, հա, հետո ավելացնելու ենք սմբուկը մի փոքր ջուր ավելացնենք, բայց լոլիկը ի սկզբանե չենք ավելացնելու, որովհետև լոլիկը ունի պնդացնելու հատկություն մնացած բաղադրիչները, կոնկրետ այս դեպքում սմբուկը, այսինքն ավելացնելու ենք վերջում, երբ որ արդեն կիսաեփ կլինի։ Աղաս ջան, անդրադառնանք հիմա նաև քո ներկայացումներին, հա, այս պահին ինչ թեմատիկայով ներկայացումներ ունես։ Դե գիտեմ, որ Կոկորդիլոս ներկայացումը ամենասիրելի ներկայացումներից է, հա, քո խաղացանկում, որտեղից ծնվեց Կոկորդիլոսի գաղափարը։ Արի մի փոքր խոսենք դրա մասին, որովհետև ես փակ դիտմանը եղել եմ։ Այո, դու պատվավոր հյուրերի շարքում ես եղել փակ դիտմանը։ Այո, Վահե, տեսեք, օրինակ ներկայացումը ինչու ծնվեց։ Արվեստագետը սովորաբար, երբ որ ներկայացումներ է դիտում, լավ թե վատ, ոգևորվում է եւ փորձում է ինքը ինչ-որ մի նոր բան ասելու։ Հայտնի գրող, ժամանակակից գրող Նաիրա Եդիգարյանը ուներ մի շարք գրքեր, մանկական գրքեր, որտեղ
եւ որ գրքերին ես ծանոթ էի եւ Նաիրա Եդիգարյանին առաջարկեցի, որ մի գեղեցիկ պատմություն գրի, հեքիաթի տեսքով լինի, կերպարների տեսքով լինի, բայց նա ուներ մի փոքրիկ բանաստեղծություն Կոկորդիլոսի մասին։ Դա բանաստեղծության հիման վրա է ստեղծվել։ Այո, ով ուներ պոչ եւ խոսում էր իր պոչի հետ։ Դա ինձ գրավեց։ Ես Նաիրայի հետ խոսեցի, Նաիրային առաջարկեցի։ Ինչ-որ բանին է նման, Շահմերանին է նման, պարսկական։ Որը ունի պոչ, բայց նա կին էր իհարկե։ Չէ, այստեղ պոչն էլ է տղա, գլուխն էլ է տղա։ Եվ Նաիրա Եդիգարյանը ինձ համար գրեց պիես, կերպարներին ես առաջ բերեցի Մեդուզա, Գորդ։ Այդպես ստացվեց, այդպես ինքը գրեց պիեսը Նաիրա Եդիգարյանը, նվիրեց պիեսն ինձ, Գրիգոր Կոկչյանը գրեց երաժշտությունը եւ ներկայացումը խաղում եմ արդեն 4 տարի է եւ միշտ դահլիճները լեփլեցուն են, ամսվա մեջ խաղում եմ 2 անգամ եւ սպառվում են բոլոր տոմսերը, ինչը հաճելի է։ Դրա համար Նաիրա Եդիգարյանը մի նոր պիես է գրել Հսկա փիղը, որը պոչ ուներ եւ նորից խոսում է։ Այս անգամ նա հսկա է։ Էս պետք չի, Սաղասի ջան, այստեղ բավական շատ ստացվեց։ Շատ լավ։ Հիմա այսինքն աշխատում եք այդ ուղղությամբ։ Այդ ուղղությամբ, բայց մինչև դա ես ներկայացում արեցի ուսանողների հետ, Սննդի համաշխարհային կազմակերպությունը կզնակը եւ տեխնիկային գործիչների միությունը համատեղ ստեղծվեց, ճիշտ է, նրանց աջակցությամբ, ստեղծվեց տեխնիկային ներկայացում, որը կոչվում էր Կաթի ուժը, դպրոցներ կան, որտեղ կաթ են խմում դպրոցահասակ տղաներն ու աղջիկները։ Եվ պետք էր քաջալերել։ Այո, ասել որ հոգեբանական ներազդեցություն էր դա։ Այո, եւ իմ ուսանողները Թատերական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանողները, Տիգրան Գասպարյանի կուրսի ուսանողները, ում ես դասավանդում եմ, իրենց հետ ստեղծեցինք մի ներկայացում, պիեսի հեղինակներն Այրան Եդիգարյան, երաժշտությունը Լիանա Նիկողոսյան եւ մենք ստեղծեցինք մի ներկայացում, որը կոչվում է Կաթի ուժը։ Կաթի ուժը ստեղծեց բլոգերկով եւ նա ուներ անուն Տիկին Ծովինար։ Տիկին Ծովինար եւ այդպես մենք խաղացինք Երևանում 2 դպրոցում ու 8 դպրոց, որ խաղացինք Ստեփանավանում, Տաշիրում, խաղացինք այդ ներկայացումը, ուսանողների համար մեծ փորձ էր, նրանք երիտասարդ էին եւ այն փորձը, որ ես ունեի, փոխանցեցի երիտասարդներին, երիտասարդներն ավելի ժիր, կայտար, ավելի լուսավոր խաղացին ներկայացումը եւ ներկայացումը հաջողություն ունեցավ, ներկայացումը նրա մասին է բլոգեր կովը խոսում էր կաթի կարեւորության, նրա մեջ վիտամինների օգտակար վիտամինների մասին եւ շատ հետաքրքիր էր։ Ոչ միայն հետաքրքիր է նրանով, որ դա հոգեբանորեն ներազդելու է, որ երեխաները էլ ավելի հեշտ սնվեն առավոտյան նախաճաշի դեպքում, որովհետեւ ես մի երեխա եմ եղել, որ նախաճաշ չէր սիրում։ Եվ միչև օրս այդպես է, ես տանել չեմ կարողանում նախաճաշը։ Չգիտեմ ինչու այդպես, բայց ամեն դեպքում ինձ թվում է, որ այն ժամանակ տեխնիկային թատրոնով գան եւ ասեն, որ կաթը օգտակար է եւ որքան մա կաթ խմեի։ Այո, օգտակար նյութեր կան կաթի մեջ, որը մեր օրգանիզմին անհրաժեշտ է, դու հաստատ կխմեիր։ Նախաճաշել պետք է։ Ես միշտ ասում եմ, որ նախաճաշը շատ կարեւոր է։ Իմ օրինակին մի հետևեք նախաճաշեք։ Ես միշտ նախաճաշում եմ, եթե չեմ գնում ինստիտուտ, գնում եմ լողավազան, հետո մյուս գործերս, որտեղ շատ կարեւոր է։ Իհարկե։ Ես առաջարկում ընդհատել, հետո շարունակել։ Մենք վերադարձանք եւ սմբուկը այստեղ տահալի հետ միասին բավական լավ մերվում է։ Եվ աղաս, ես քիչ հետո կավելացնեմ նաեւ լոլիկը, բայց ես իրեն թողել եմ հատուկ նպատակով։ Հիմա կասի ինչի պոմիդորը չենք կտրել, որովհետեւ աղասի ձեռքը ինչ տալիս ես, դա տիկնիկի է վերածում։ Խնդրեմ աղաս։ Դե պատրաստենք տիկնիկ։ Ոչ։ Կարող ես պատրաստել, հետո խաղալ այդ։ Տեսեք, պետք է աչքեր ունենա, նա պետք է տեսնի։ Դե դավայ։ Շատ լավ։ Սովորաբար մեր ընտանեկան հավաքներին, ընկերական հավաքներին ես միշտ թեյեր եմ պատրաստում։ Ես մոտավոր պատկերացնում ձեր մոտ խորովածի պատրաստելու շշերը ինչ են վերածվում։ Չէ, խորովածը միշտ եղբայրս Արտյոմն է սիրում պատրաստել, ով նկարիչ է, այս պահին Երուսաղեմում է, մանրանկարիչ է։ Բայց փոքր եղբայրս գիտի համի գաղտնիքը։ Այնպես որ պետք է ուտել շատ բանջարեղեն, շատ։ Որը շատ օգտակար է եւ առողջարար։ Իսկ ուսանողները սիրում են տեխնիկագործությունը եւ տեխնիկի հետ աշխատանքը։ Գիտես,
Թե դու ինչպես ես մատուցում այդ ամենը։ Դե դա միանշանակ գիտեմ, որ Շատ դրանից է կախված, շատ կարևոր է, բայց սեր ունեն ամեն Սեր ունեն, բայց այսօր երիտասարդները շատ շուտ հոգնում են։ Ընդհանրապես հանդիսատեսը, եթե ժամանակին հանդիսատեսը կարող էր գալ դիտել ժամուկես ներկայացում, այսօր ուզում է 40 րոպեում, 30 րոպեում ներկայացումը ավարտի մոտենա, որովհետև համբերություն չկա։ Ինձ թվում է ռիլերի կարճ լինելու հետ է կապված խնդիրը, որտեղ մարդիկ սովոր են թերթել գոնե կես վայրկյան, 1 վայրկյանանոց, 1 րոպեանոց ինչ որ ռիլեր տեսնել, դա այդպես աշխարհի արագացման խնդիրն է ինձ թվում է այս բայդրությամբ։ Պատրաստ եք քո տիկնիկը։ Տիկնիկը պատրաստ է, սա կոչվի ձեռնոցատիկնիկ, ինչու ձեռնոցատիկնիկ, որովհետև ես այն վարելու եմ ձեռքիս վրա, ցուցամատը կդառնա գլուխի համար, սովորաբար ես մյուս մատները, բթամատը եւ միջնամատը կլինեն տիկնիկի ձեռքերը, իսկ գլուխը կհանդիսանա լոլիկը, ով ունի աչքեր, բերան եւ ձեռքեր։ Ինչ է ձեր անունը։ Ինչ է ձեր անունը։ Սենյոր Պոմիդոր։ Ուրախ եք ձեզ այդ ծանոթանալ, բայց ինձ եփելու եք։ Այո։ Վերջում։ Չէ, մենք ձեզ չենք եփի։ Շատ լավ։ Շատ լավ։ Ես այսպես երկար չեմ կարող մնալ, որովհետև շոկից հալվում եմ։ Ես կարող եմ հենց այս պահին իր Այո, շնորհակալ եմ։ Թարմացնել այսպես, հա, այստեղից էլ։ Չէ, շատ լավ է։ Ես ունեմ սև հագուստ, կարմիր գլուխ։ Ինչ որ հետաքրքիր իսպանական ոճով է ձեր լոլիկը։ Եթե ես մարտարարվերի հրավիրեմ, այսպես կլինի։ Այսպես։ Շնորհակալ եմ աղաչան, հետո ասում էի բանը, ոնց ենք անելու։ Մարմին չունի, մարմինը գտնվեց։ Մարմինը գտնվեց, այո։ Հարգելի հեռուստադիտող, մենք այստեղ արդեն ունենք կիսայեպ տարբերակով, կպատրաստվի վերջնական տարբերակում եւ կհանդիպենք արդեն փորձելու։ Իհարկե այստեղ ավելացնեմ, որ վերջում 2 ձու ենք ավելացնելու վրան ու վերջ։ Մատուցենք։ Այո։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ մեր ճաշատեսակը Մուշի շրջանից արդեն պատրաստ է, պատինջանի եղնի կամ սմբուկով ճաշ, այսպես կարելի է իրեն գրական տարբերակով մատուցել, բարբարայինից զատ եւ ես առաջարկում աղաչան փորձել իրեն եւ համահասկանալ ինչ ենք ստացել միասին։ Տեսնենք համեղը թե ոչ։ Այո, իսկ դու ինչ ես մտածում։ Ես մտածում երևի փոքր աղ պետք է ավելացնել։ Լավ։ Չէ, ոչինչ պետք չի ավելացնել։ Ես դրա համար ասացի լավ։ Ես գիտեմ։ Համեր հրաշալի էր։ Իրոք, աննկարելի շատ փափուկ ճաշատեսակ է ամբողջությամբ ու ոչ մի ճաշատեսակի համի չի նմանվում։ Սմբուկի շատ եմ սիրում, ես մտածում եմ վերջացնենք, որ ես ավայելեմ։ Բարի, գնացինք։ Մուշի խոհանոցից այսօր պատրաստեցինք պատինջանի եղնի կամ սմբուկով ճաշ, որը շատ յուրահատուկ փափկություն ուներ, իսկ աղասի հետ քայլեցինք տիկնիկային ճանապարհով, փնտրելով մեր կյանքի հեքիաթները։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ եթերին։ Ձեզ հետ էր Վահե Սեման։ Հացն ու գինին, Տեր կենդանին։